Ողջույն սիրելի բարեկամներ, Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային արկածներով։ Հայտնի է, որ վարպետը գեղեցիկ կանանց հանդեպ շատ զգայուն էր։ Պատահական չէ, որ նա գրել է, որտեղ սիրուն կին եմ տեսնում, նորոգվում են դարդերս։ Մի օր Իսահակյանին հարցրեցին. վարպետ, ինչպիսի կին ընտրել, որ չսխալվես։ Պատասխանեց. հարուստ կինը գլխիդ կուտա, գիտուն կինը բերնիդ կուքա, սիրուն կինը դեսից դենից քեզի պես զավակ կուտա։ Ասում է վարպետը այնպիսի արագությամբ, ասես գրպանից հանում և սեղանի վրա է դնում այդ խոսքերը։ Երկինն է լավ, թե նիհարը։ Ոսկորի քովի միսը անուշ կեղնի, պատասխանում է նա։ Որին ընտրել, գեղեցիկ, թե տգեղ, բայց հավատարիմ կնոջը, հարցրին նրան։ Գեղեցիկ կինը զարդ է տանդ մեջ, բարի կինը գանձ է հոգուտ մեջ։ Ապա իր անսպառ իմացության խորքերից հավելում է։ Ֆրանսիացիք ասում են. ամուսնությունը քաղաքական է ըստ շահի, կրոնական ըստ հոգու, կենդանական ըստ մարմնի ցանկության։ Իսկ ռուսները կասեն, երբ պատերազմ կգնաս, աղոթիր մեկ անգամ, երբ բացով դուրս գաս, աղոթիր երկու անգամ, երբ կամուսնանաս, աղոթիր երեք անգամ։ Իսահակյանական սրամիտ պատասխան։ Տեղին է նշել, որ վարպետի հմայքին ոչ մի կին չէր կարողանում դիմանալ, բայց Շուշիկի հանդեպ սերը ուղեկցել է նրան ողջ կյանքում։ Իսահակյանի մեծ և անկրկնելի սերը, ում այդպես էլ ողջ կյանքում չմոռացավ նա։ Տասնյակ տարիներ հետո լսելով Շուշիկի մահվան լուրը, Իսահակյանը գրում է. Հուշ Հավիտյան, մինչև մահ գերեզման, չեմ մոռանա ես նրան։ Հիմա կարող եմ ասել, որ իմ կեսը մեռել է, և ուրիշ ոչինչ, մնացյալը լռություն։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք։